Սունյոնի Պոսեյդոնի տաճարի ներքո գտնվող բարձրակարգ հյուրանոցում, որտեղ էլեգանտությունն ու բնական գեղեցկությունը միաձուլվում են, մեկտեղվել էին աշխարհի զանազան կողմերում եւ Հայաստանում ապրող տարբեր ոլորտների եւ մասնագիտությունների տեր անվանի հայրենիները, ծագումով հայեր հերոստաձեռագրի հերոսները, մասնակցելով հայրենիքից հեռու հոգուս մեջ Հայաստան խորագիրը գրող միջոցառմանը։ Շնորհակալ եմ բոլորիդ եւ շնորհակալ եմ եւ թող այս երեկոն համարվի բացված Աստծո։ Ունահայոց թեմի թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Արաքելյանը եւ Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչ գերաշնորհ Տեր Տիրան Վարդապետ Հակոբյանը աղոթքով սկսեցին երեկոյի բացումը։ Որպես երկինս սևերվի, հսած մեր անապազոր, ուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտաբանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ վրկյազ մեզի չարեն, Տիրոյ արքայություն եւ զորություն եւ փառք անիծյալս ամեն։ Աթենքում անցկացված միջոցառման մասնակիցները անվանի բժիշկներ են, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, մարդիկ, որոնք լավ գիտեն բարձր պահել հայ եւ Հայաստան անունները։ Նրանք պարգևատրվեցին Տիգրան մեծ հուշամեդալով, որը պատրաստված էր հատուկ այս միջոցառման համար։ Զարի աղջիկոյոյ, քարի աղջիկոյոյ, քար սիրտ աղջիկոյոյ, չար սիրտ աղջիկ Մինուճարիս մեղկացի դելե յամա, դելե յամա, լեյլի աղջան Երեկոյի պատվավորներն են Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հունաստանի ազգային ժողովի падգամավոր քաղաքական գործիչ Միքայել Լիվանոսը, ինչպես նաեւ Կարիդելոսը եւ Պիրեյա քաղաքի քաղաքապետերը։ Ծագումով հայեր հերոստաձեռագրի հերոս ֆրանսահայ դիզայներ օպտիկայի աշխարհի առաջատար հեղինակներից մեկը Ալեն Միկլին, ով ուրախ էր այս երեկոյի մասնակիցը լինելու եւ այսքան անվանի հայրենիների հետ ծանոթանալու համար, հպարտորեն ասաց, որ բոլոր ձեռքբերումների համար պարտական է իր հայկական արմատներին։ Լուիզա Գրագացի Սամվել Երվինյան Սիրում եմ գարունդ պարտանուսը, աշունդ ոսկեմի երաց Նորքիտ վարգիներն ասուկ ու վսեմ զանգվին կողակները բրում Չնայած հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը ամրապնդվել է դարերի ընթացքում, սակայն այսպիսի միջոցառումները ել ավելի են սերտացնում այդ ժողովուրդներին։ Միջոցառման տոնական տրամադրությունը շարունակվեց հաջորդ օրը Սալամինա կղզում, որտեղ միջոցառման մասնակիցները ջերմ ընդունելության արժանացան տեղի քաղաքապետի կողմից։ Նրանք ծագումով հայեր հերոստաձեռագրի կողմից ծաղկեպսակ դրեցին սպարտացիների հուշարձանին, ապա այցելեցին հունական ազգային թանգարան։ Իսկ հին հունական միջավայրում տեղի ունեցած ճաշկերույթը, երաժշտությունն ու պարերը միահյուսվելով ստեղծեցին ուրախություն եւ հույսեր։ Այո, այսպիսի միջոցառումները անհրաժեշտ են ավելի սերտացնելու բոլոր ազգերին։ Եվս մեկ միջոցառում հայրենիքից հեռու հոգուս մեջ Հայաստան 2025-ը դարձավ պատմություն։